Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագի Նյուզի եթերում ստեյությանն է, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք ազգային ժողովի անկախ պատգամավոր Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերելու համար։ Սիրով։ Պարոն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացում որպես վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի թեկնածությունն եք առաջադրել, ինչը նպաստեց, որ հենց նրա թեկնածությունը առաջադրեք եւ արդյոք ձեզ համար սպասելի էր, որ ընդդիմությունը կմերժի Մարուքյանի թեկնածությունը։ Դե մենք նախ որոշում կայացրեցինք վարչությունը, որ նախաձեռնելու ենք իմպիչմենտի գործընթաց առանց որևէ թեկնածուի հետ խոսելու։ Եվ հետո ասեն այնպես եղավ, որ մենք ունեինք 7 թեկնածու, որոնցից երկուսը մեր վարչության անդամներ, մեկը Լևա Մխիթարյանը, երիտասարդ մեր վարչության անդամներից եւ ես, ձեր խոնարհ ծառան, ոնց որ ասում եմ։ Հետո քննարկումների արդյունքում կանգ առանք 3 թեկնածուի վրա, նախնական Էդմոն Մարուքյանի, իմ եւ Լևա Մխիթարյանի։ Եվ հետաքրքիր քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ միաձայն պաշտպանում ենք առաջադրել Էդմոն Մարուքյանի թեկնածությունը հաշվի առնելով շատ հանգամանքներ։ Էդմոն Մարուքյանը հայտնի քաղաքական գործիչ է, քաղաքական դաշտում հայտնի կուսակցության ղեկավար, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների ազգային ժողովի պատգամավոր, փորձառու պատրաստված իրավաբան, եւ հետեւաբար գտանք եւ նաեւ մենք գտանք, որ Էդմոն Մարուքյանը շատ ավելի ընդունելի կարող է լինել անդիմադի մեր գործընկերների համար, քան այն մյուս թեկնածուները, որ մենք ունեինք նաեւ։ Եվ հետեւաբար կանգ առանք Էդմոն Մարուքյանի թեկնածության վրա։ Եթե չեմ սխալվում, մի առիթով նշել եք, որ ձեր շանսերը ավելի մեծ են։ Ինչու այդ դեպքում հենց դուք չառաջադրվեցիք։ Իմ շանսերը մեծ են ավելի որպես ինչ։ Որպես թեկնածու։ Չէ, ես դա բան արեցի, ես դա Նարեկ Կիրակոսյանի կարծեմ հարցադրումն էր, ես դա հեգնանքով եմ ասել։ Էդմոն Մարուքյանը փաստացի մերժվեց եւ այժմ գործընթացը կանգ է առել։ Ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը։ Կփորձեք այնպիսի թեկնածու առաջադրել, ով ընդունելի կլինի եւ պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցությունների համար, քանի որ առանց նրանց աջակցության գործընթացը չի կարող մեկնարկել։ Մենք չենք համարում, որ գործընթացը կանգ է առել, որովհետեւ սա ժամանակային ինչ-որ բան չունի եւ գործընթացը բաց է, կարող է տևել մի քանի ամիս, ընդհանուր 10 ամիս ենթադրենք եւ մտածում ենք, որ կարող է պատահի հանրապետությունում առաջիկայում ստեղծվի այնպիսի իրավիճակ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների որոշ հանգամանքների ճշգրտման հետ, որը ընդդիմադիր մեր գործընկերները կգտնեն, որ սա արդեն այն պահն է, որ պետք է բոլոր դեպքերում զերծ մնալ ամբիցիաներից եւ իրենց ստորագրությամբ հնարավորություն տալ մեզ լուծելու այդ խնդիրը։ Առավել ևս, որ եթե նույնիսկ այդ հարցը այսօր լուծվեր եւ Էդմոն Մարուքյանը դառնար Հայաստանի Հանրապետության վարչապետ, ապա դա տևելու էր մինչեւ 26 թվականի հունիսի 20-ը, որովհետեւ հերթական ընտրությունների ժամանակն է եւ անկախ ամեն ինչից այդ ընտրությունները պետք է կայանան։ Եվ նաեւ չէ՞ որ մեր ընդդիմադիր գործընկերները տարբեր ֆորմատներով մի քանի անգամ փորձեցին Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու ու ամեն անգամ այդ փորձը իրենք փաթեթավորում էին հետևյալ կերպ. Վազգեն Մանուկյանին ընտրենք վարչապետ 1 տարով, Բագրատ Գալստյանյանին ընտրենք վարչապետ 1 տարով, կամ այլ տարբերակ, այլ թեկնածուի դեպքում ընտրենք 1 տարով, մի քիչ կարգավորենք որոշակի խնդիրներ եւ գնանք արտահերթ ընտրությունների, արդեն արդար, թափանցիկ եւ այլ։ Բայց հիմա այդ հնարավորությունը ստեղծվում է անդիմադիր մեր գործընկերների համար, որ 1 տարով ընտրում ենք ընտրությունների առանց վարչապետի Նիկոլ Փաշինյանի, որ ասենք Նիկոլ Փաշինյանը այսպես ասած չօգտագործի վարչական ռեսուրս եւ այլ հնարավորություն ունի ավելի արդար ընտրություններով ներկայանալ ժողովրդին, բայց ինչի չեն համաձայնում։ Այդ դեպքում ձեր գնահատմամբ ինչու են մերժում ձեր թեկնածուին։ Մերժում են, որովհետեւ գնահատականը մեկն է իմ կարծիքով։ Իրենք ուզում են, որպեսզի իրենց թեկնածուն դա լինի եւ փորձեն բերեն հին եւ բարի ժամանակները, շագերտների մեջ հին եւ բարի ժամանակները եւ ընտրակերտարարությամբ ձևավորեն իշխանություն։ Պարոն Աղազարյան, արդեն մի քանի ամիս է դուք անկախ պատգամավոր եք եւ ընդդիմանում եք Նիկոլ Փաշինյանին։ Ինչ եք կարծում, մեր հանրությունը ձեզ ընկալում է որպես ընդդիմադիր գործիչ, թե հանրային ընկալումներում դուք առավելապես մնացել եք որպես ՔՊԱ-ական։
Գաղափարական իմաստով այո, ես քպական եմ։ Գաղափարական իմաստով, որովհետեւ պարոն Ասլանյանն եւ ես այն երկու падգամավորն ենք խմբակցությունից, որ հավատարիմ ենք հեղափոխական արժեքներին եւ այդ գծի վրա ենք։ Բոլորը միասին վարչապետի գլխավորությամբ շեղվել են հեղափոխական արժեքներից։ Մի քանի դրվագներով են շեղվել։ Հետևաբար նաեւ ես ինչ-որ կատակով, ինչ-որ լրջությամբ ասում եմ, որ իրական իշխանությունը պարոն Ասլանյանը եւ ես մենք երկուսով ենք իրական իշխանությունը, որովհետեւ մենք չենք շեղվել մեր հեղափոխական արժեքներից, մենք համաձայն չենք վարչապետի եւ կառավարության վարած քաղաքականության հետ, վարչապետին մենք ենք նշանակել, մեր աշխատողն է, իսկ մեզ իրավունքը տվել է ժողովուրդը եւ հիմա վարչապետից մենք փոխենք մեկ ուրիշ վարչապետով, որ ես մի տարվա ընթացքում հավելյալ խնդիրներ չառաջանա մեր համար եւ նաեւ պարոն Ասլանյանը եւ ես ինչ բանաձև ենք շրջանառության մեջ դրել, որ պարոն վարչապետը Նիկոլ Փաշինյանը սպառել է իրան, ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, սոցիալապես սպառել է իրան։ Մեր գործընկերները, նախկին գործընկերները քաղաքացիական պայմանագիր կարող են ասել, չէ, պարոն Աղազարյան, ոչ թե սպառել, այլ մարդ, այլ հոգնել է։ Շատ լավ, եթե հոգնել է, դե մենք տալիս ենք հնարավորություն, թույլ տա 6 ամիս հանգստանա, 6 ամիս հետո գա իր նոր ծրագրով ժողովրդին ներկայանա, զինանշան, դրոշ եւ այլ փախստականների վերադարձ, ներկայանա ժողովրդին, ժողովուրդը կընտրի իրան։ Դուք պնդում եք, որ ընդդիմադիր գործիչ եք, բայց շատերը բայց կներեք ձեր հարցի այդ բուն պատասխանը ձեր հարցին երբեք չի կարելի, ասենք խոսքերին հավատալ։ Ասենք հիմա ես ասում ինչ եք ասում, ինչ Նիկոլի պրոյեկտ, ինչ վարչապետի պրոյեկտ, մենք ամեն անկախ եւ այլ, չի կարելի դրան։ Դրանով մենք չենք կարող որևէ բան ապացուցենք։ Դա պետք է գործողությունների մեջ քաղաքացին նկատի։ Եվ դուք պնդում եք, որ ընդդիմադիր գործիչ եք, բայց շատերը կարծես թե կասկածի տակ են դնում դա, հիշեցնելով հատկապես այն իրողությունը, որ դուք կողմ եք քվեարկել պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը, երբ ինքներդ էլ հենց նույն իրավիճակում էիք։ Ինչը ձեզ ստիպեց նման քայլ անել, քվեարկել եւ առավել ազնիվ չէր լինի, որ դուք չմասնակցեիք այդ քվեարկությանը։ Բայց հենց եմ ասում, որ մենք չենք շեղվել մեր հեղափոխական արժեքներից եւ մենք ասենք քաղաքական գնահատականի տեսանկյունից գտնում ենք, որ մեծ չարաշահումներ ա եղել միջև հեղափոխությունը տարբեր պաշտոնյաների կողմից։ Մենք այդպես գտնում ենք, միգուցե սխալվում ենք, ամեղությամբ կախավարժեք տունենք մի կողմ, մենք դատարան չենք, որ որոշում կայացնենք։ Եվ հետեւաբար մենք այդ գծի վրա ենք եւ այդ քվեարկությունը պայմանավորված է նրանով, որ մենք պետք է իրավապահ մարմինների տանք հնարավորություն, որպեսզի այդ ամենը չպարզի։ Ինչ վերաբերում է իմս ուրիշ դեպք է, թող իմ դեպքում էլ իրավապահ մարմինները Ցես էլ մեղադրանքներ առաջադրված։ Հա, բայց դրանք դրել նույն հարցության վրա այդքան էլ ճիշտ չի։ Այսինքն նույն հարցության վրա դրել այդքան էլ ճիշտ չի։ Իմ մեղադրանքները ակնհայտ էր, թե երբ առաջացան, բայց բոլոր դեպքերում թող իրավապահ մարմինները իրենց գործողությունների արդյունքում ճիշտ է, եթե ես մեղավոր կլինեմ ինչ-որ հարցաբանում, թող պատասխանատվության ենթարկվեմ։ Ընդ որում ես համարյա թե ուզում էի, որ իմ հետ կապված հարցերն կողմ քվեարկեի, պարոն Ասլանյանը վերջի պահին ինձ սխալ կհասկացվեց, եւ ճիշտ չի որ կար։ Ոսոթե դու համաձայն ես, որ դու մեղավոր ես։ Պարոն Աղազարյան, դուք բազմիցս նշել եք, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրությունների գնալ։ Սակայն նման միտում կարծես թե չկա եւ այսպես քաղաքական դաշտը պատրաստվում է, դուք էլ քիչ առաջ ձեր խոսքում նշեցիք 26 ընտրություններին, ինչու Փաշինյանը չգնաց արտահերթի, թե դեռևս կարծում եք, որ արտահերթի սցենարը իշխանության օրակարգում է։ Ես արտահերթ ընտրությունների կապում էի Փարաքյալի եւ Գյումրու ընտրությունների արդյունքների հետ, ասենք եթե ընտրությունների արդյունքները գոհացուցիչ չլներ իշխանության համար, ապա պետք է գնային արտահերթ ընտրությունների, որտեղ դա բխում էր իրենց շահերից։ Հիմա թե ինչու չգնացի, մի քիչ դժվար է այդ ամեն ինչը մեկնաբանել, բայց ես կարծում եմ, որ դա դեռ ավարտված չի եւ դա կարող է տեղի ունենալ, ասենք, վարչության ընտրություններից հետո, քաղաքացիական պայմանների կուսակցության վարչության ընտրություններից հետո, չնայած վարչապետը ժխտում է այդ հանգամանքը, բայց այդուհանդերձ ես կարծում եմ, որ դա դեռևս կարող է տեղի ունենալ։ Ինձ ընդդիմախոսները, մասնավորապես պարոն Էդմոն Մարուկյանը, այդ հարցում ընդդիմախոս, ասում որ հնարավոր չէ դա, որտեղ այն ժամանակ 21 թվականին որ գնացինք արտահերթ ընտրությունների, որովհետև մենք Լուսավոր Հայաստանը եւ Զարգանի կուսակցությունը, Բարգավաճ Հայաստանը պայմանավորվեցինք ստորագրել նույնիսկ փաստաթղթային ստորագրել, որ իրանք տեխնատու չեն առաջադրել, երբ որ վարչապետը հրաժարական տա։ Իսկ նմանատիպ պայմանավորվածություն Հայաստան դաշինքի կամ պատիվ ունենալու հետ չի կարող
գոյություն ունենա եւ հետեւաբար դա խանգարող հանգամանք արտահայտ ընտրությունների գնալու, բայց այդուհանդերձ ես կարծում եմ, որ օրակարգից դուրս եկած չի։ Այսինքն դեռ հնարավոր է որ արտահայտ լինել։ Դուք մտադիր եք մասնակցել ընտրություններին, գիտենք նման մտադրություն ունեն թե Նիկոլ Փաշինյանը, թե Ռոբերտ Քոչարյանը։ Եթե ի վերջո ընտրությունների արդյունքում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ հենց ձեզանից կախված լինի քաղաքական, այսպես ձեր քաղաքական ուժի ձայնը վճռորոշ լինի, այդ դեպքում ում կմիանաք՝ Նիկոլ Փաշինյանին, թե Ռոբերտ Քոչարյանին։ Չէ, Ռոբերտ Քոչարյանին չենք միանա հաստատ, 1։ Սերժ Սարգսյանին չենք միանա հաստատ, 2։ Նիկոլ Փաշինյանը պիտի վարչապետ չլինի, 3։ Եթե դուք ես ամեն ինչի մեջ պատասխանը գտաք։ Բայց եթե ամեն դեպքում պարոն Աղազարյան ընտրություն լինի կամ Ռոբերտ Քոչարյան կամ Նիկոլ Փաշինյան, ում կընտրեք։ Եթե ձեր քաղաքական ուժի ձայնը որոշիչ լինի, այս երկու Եթե մեր կեցվածքը, ես հասկանում եմ, ձեզ շատ լավ խնդիր եք առաջ դնում, կարևոր խնդիր է, որովհետև դա տեսականորեն հնարավոր տարբերակ է։ Եթե մեր ուզածը չլինի, ասենք Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ եւ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան թիմից չլինի վարչապետ, ապա մենք կողք ենք քաշվելու, թող գնան երկրորդ փուլ ընտրություններ։ Այսինքն ոչ մեկի չեք հաջակցի։ Չեք միանա։ Ես նորից եմ ասում։ Ես չպիտի ես հուշեմ, որ դուք ուրիշ հարցակ ու ես հատեն չկարանամ խուսանավեմ, բայց ես դեռ հաստատ հստակ եմ պատասխանում։ Մեր գերնպատակն է Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի վարչապետ, որովհետև ինքը սպառել է իրան ֆիզիկապես, հոգեպես, սոցիալապես, բարոյապես։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի ուժերին մենք չենք միանա երբեք, որովհետև մենք գտնում ենք, որ այն ժամանակներում, որ մենք ապրել ենք իրենց օրոք, եղել է ընտրակերտարարություն, կեղծված ընտրություններ, ուրիշ լիքը բացասական բաներ, շատ չխորանակ այդ ամեն ինչի մեջ։ Իհարկե, իմ դիմախոսները այստեղ ասում են, պարոն Աղազարյան, դե եթե ընտրակերտարարություն կար, դիմեիք դատարան, բան անեիք, էլի, ասենք, այսքո մեկում։ Ես էլ ասում եի, եթե հնարավոր լիներ դիմել դատարան, դատարանի միջոցով օրինականությունը վերականգնել, այդ դեպքում հեղափոխությունը չէր, հենց պատճառը որ չի եղել իրավական ճանապարհով հարցեր լուծել, եղել է հեղափոխություն։ Հետևաբար մենք չենք իրանց այդ իմաստով միանա։ Ոսր հիմա, եթե այս պարագայում Հայաստան դաշինքը կամ պատիվ ունեմ առաջարկել Էդմոն Մարուկյանի տեխնացությունը, մենք էլի չէինք միանալու։ Նույնիսկ մեր տեխնացուն, եթե իրանք առաջարկած լինեին, մենք էլի չէինք միանալու։ Սա մեր համար ասենք շատ սկզբունքային բան է։ Եվ եթե մենք չկարողանանք հասնել այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը նահանջի վարչապետի տեխնացու չլինի, դեր ասած բանի դեպքում հավանական տարբերակի դեպքում, ապա ուրեմն մենք քաշվենք, թող իրան գնա երկրորդ փուլ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մինչև 2026-ի ընտրությունները հեռանալ եւ փողոցային պայքարի միջոցով հավանական համարում եք այս տարբերակը։ Չէ, փողոցային պայքարի միջոցով հնարավոր չի։ Չեմ կարծում, որ հնարավոր լինի, դե հիմա բանը, փողոցային պայքարը միգուցե համատեղվի իմպիչմենտի գործընթացի հետ կարող է հնարավոր ինչ-որ արդյունքի հասնենք, բայց զուտ փողոցային պայքարով, ասենք, բանը, մի քիչ անդրամաբանական է դառնում, երբ որ այս ընտրությունները մեկ տարի հետո իմաստավորն է, ինչ պիտի արվի, ասենք վարչապետին փոխվի մի 5 ամիս առաջ, 6 ամիս առաջ, որպեսզի շատ հարցեր կարգավորվի, դե հնարավոր առաջարկում եք, թող համաձայնվեն։ Ինչ վատ բան ենք առաջարկում։ Առաջարկում ենք մի իրավիճակ, որտեղ ակնհայտ է, որ գոյությունի քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, գոյությունը Հայաստան դաշինք, պատիվ ունեմ դաշինք, գոյությունի Վահագ Հովակիմյան կենտրոնական տնտեսական հանձնաժողովի նախագահ եւ Էդմոն Մարուկյան վարչապետ։ Այս դասավորվածության դեպքում մենք կունենանք նորագույն պատմության մեջ լավագույն ընտրությունները, մաքուր, թափանցիկ, արդար, լեգիտիմության 100% աստիճանով, բայց ի՞նչ են ուզում ես, ինչի չեն ուզում ես տարբերակը, անհասկանալի չէ, ես նոր բացատրեցի, թե ինչի չեն ուզում։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշել է, որ չեն պատրաստվում Նիկոլ Փաշինյանին փոխարինել Նիկոլ Փաշինյան երկուսով, անդրադառնալով ձեր տեխնացուի, ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Ինքը բավականին պատրաստված երիտասարդ է, իմ համաձայն երիտասարդ է բնականաբար, բավականին պատրաստված երիտասարդ է, բայց բանը քաղաքագիտական բաներ կա, որ ասենք երևի թե լավ չի պատկերացնում, ներողություն խնդրում։ Այսօր ինչ է տեղի ունենում։ Տեսնենք մեր պետությունը մի նավ, որպես նավ դիտարկենք նավ, որը ծովում, ասենք նավարկում, օվկիանոսում նավարկում է։ Եվ նավավարն էլ Նիկոլ Փաշինյանն է բնականաբար։ Հիմա մենք պարոն Ասլանյանը, ես էլի շատ էլ երևի թե գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի սխալ նավավարության հրամանատարության արդյունքում մեր նավը թեքվել է մի կողքի վրա,
չի խորտակվում, այս թեքվել է մի կողքի վրա, որպեսզի չթողնենք, որ խորտակվի, պետք է հետ բերենք։ Այդ հենց այդ բերելը պայմանական ասած, պետք է լինի Նիկոլ երկուսը, որովհետև Նիկոլ երկուսը Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը նորից եմ ասում, հեղափոխական արժեքների կրողներն են եւ հավատարիմ են այդ գաղափարներին, այդ արժեքներին, եւ հետեւաբար ուզում են բերեն նավը մի քիչ այսքան, որ հասնի նավահանգիստ 26 թվականին ու նոր ընտրությունները ձևավորվի իշխանություն։ Հիմա եթե չլինի Նիկոլ 2 այդ իմաստով ես բանը Նիկոլ 2-ը պայմանական եմ ասում, էլի հասկանալի է ինչի մասն է խոսքը, այլ լինի բան Ռոբերտ կամ Սերժ 2, ապա այս նավը այս վիճակից կթեքվի Էմիս կողքի վրա։ Դրամագծերեն հակառակ կողքի վրա, սա կբերի ռեզոնանսի եւ նորից նավը կխորտակվի։ Այսինքն Էդմոն Մարուկյանի դեպքում հավանականությունը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից մարդիկ ձայն կտան, պատգամավորները ձայն կտան Էդմոն Մարուկյանին շատ ավելի մեծ է, քան Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի շուրջ գտնվող քաղաքական ուժերի կողմից ներկայացված տեխնատուի դեպքում, սա էլ է տրիվիալ։ Եկեք նավը մի քիչ բան անենք, չթողնենք խորտակվի, հասնենք նավահանգիստ 26 թվականին, ներկայանանք ժողովրդին բոլորս մեր ծրագրերով, պետության առաջ ծառացած խնդիրների մարտահրավերների լուծման տեսանկյունից եւ գնանք ընտրության, ժողովուրդը ձևավորի իշխանությունը։ Այնքան պարզ բան ասվում, որ էլ չասած։ Ստեղ արդեն այդ անհամաձայնությունը բերում է հաստատում է այն միտքը, որ պարոն Մարուկյանն էլ ասում, որ քաղաքական մոնոպոլիայի բան է ստեղծվել մեր մոտ։ Այսինքն իրանցից բացի ուրիշ ոչ մեկ իրանց կամ իրանց շրջապատից բացի ուրիշ ոչ մեկին չեն պատկերացնում, այլ մի տարով նույնիսկ չեն պատկերացնում։ Այսինքն ինչ է նշանակում դա։ Դա նշանակում է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի շուրջ քաղաքական ուժերը իրար հավասարակշռում են, պայմանավորում են, մեկի գոյությունը պայմանավորված է մյուսի գոյությամբ։ Էդմոն Մարուկյանը հեղափոխական արժեքները կրում է։ Այո, իհարկե։ Էդմոն Մարուկյանը, ասենք, թալանի հետ կապված, արդարադատության հետ կապված, կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված, ամբողջ հեղափոխական արժեքները ինքը կրում է եւ մինչեւ էլ կրում իր մեջ։ Նախինում աջակցել է Նիկոլ Փաշինյանին, մտավախություն չկա, որ օրինակ ընդդիմադիրների հավանության արժանանալուց հետո որպես վարչապետ տեխնատու այլի անցնի օրինակ Նիկոլ Փաշինյանի։ Ասենք թե անցավ Նիկոլ Փաշինյանի կողքի ինչ է տեղի ունենալու, որ Չի ստացվի, որ էլի Նիկոլ Փաշինյանն է, այսպես։ Այդ տարի չեն կարա դիմանանք, մեկ ասես թե Նիկոլ Փաշինյանը լինելու է, եթե Էդմոն Մարուկյանը չեղավ, եւ ասեք թե տեսականորեն մեկ ուրիշը չեղավ, հիմա տվյալ դեպքում Էդմոն Մարուկյանի մասնակցություն։ Եթե ինքը չի լինում, մեկը Նիկոլ Փաշինյանը մնում ասես թե հիմա լինի ու անցնի Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչ է տալու, վարկաբեկվելու է եւ 26 թվականին ձայն չի ստանալու։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի շուրջ կուսակցությունները ասում են, տեսակ, որ ասում էինք սերի ժողովուրդ, որ Աղազարյան Հովիկը եւ Նիկոլ Երկրորդը ձեզ խաբում են, խաբում են, մի տարվա համար էին խաբում, մի տարվա համար ինչ պիտի անենք, կվռնդեք դուրս քաղաքական դաշտից, հենց այդ մենակ այդ լոզունգի տակ, եթե այդ բանը զգացվի։ Իհարկե։ Պարոն Աղազարյան, Հայաստանն ու Ադրբեջանը տևական ժամանակը հայտարարեցին, որ բանակցությունները խաղաղության, այսպես ասած, խաղաղության համաձայնագրի շուրջ ավարտված են, բայց այդ պայմանագիրը որպես այդպեսին չի կնքվում եւ այսպես նախորդին էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ իրենք փորձում են հայ-ադրբեջանական հակամարտության ռիսկերը կանխել։ Այս պահին պատերազմի վտանգ տեսնում եք դուք։ Պատերազմի վտանգ միշտ էլ կա, դրանով պայմանավորված են հանգամանքը, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը չի կնքում մի կողմից։ Մյուս կողմից ուզում է այդ խաղաղության պայմանագրի կնքելու գործընթացը թանկ ձևով վաճառի մեր վրա, վարչապետի վրա։ Այն գործընթացը, որ արվել է կառավարության կողմից եւ բերվել հասցվել է այս հանգրվանին, որ խաղաղության պայմանագիրը այսպես կոչված բոլոր դրույթները համաձայնեցված են, ես կարծում եմ, որ այս գործընթացում արդեն մենք մեծ հաջողություն ենք արձանագրել եւ սրանից այն կողմ որևէ բան նույնիսկ այսպես կոչված հետեւողական ձևով պահանջել ուզենալը ավելորդ է, որովհետեւ ըստ էության մենք աշխարհին համոզել ենք, որ մենք խաղաղություն ենք ուզում, որ մենք չենք կարա Ադրբեջան-թուրքական տանդեմի դեմ ռազմական ճանապարհով ինչ-որ մի հարց լուծել։ Հիմար կլինի այն մարդը աշխարհով մեկ։ Հիմար կլինի այն մարդը, որ մտածի, որ Հայաստանը կարող է պատահի Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ռազմական ճանապարհով ինչ-որ հարց լուծի։ Այսինքն խաղաղությունը առաջին հերթին ձեռատալիս մեզ։ Այդ նպատակին մենք հասել ենք։
Հիմա եթե մենք ասում ենք արիստորագնենք, Ալիև ջան, աղբորման արիստորագնենք, ինչ ուզում, ինչ անենք, արիստորագնենք, հարց առաջանում։ Արժե խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի կորստի գնով։ Օրինակ արժե։ Չարժե։ Եվ պարոն Աղազարյան, ի վերջո նշում եք, որ ընտրությունները 26-ին, ինչ ակնկալիք ունեք, այս իշխանությունը 26-ին ընտրությունների միջոցով կհեռանա թե ոչ։ Ուրեմն այս ձեր սեղանը, կլոր սեղանը, լսենք մեր քաղաքական դաշտը որպես։ Մի սեկտորը զբաղեցնում է Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի ուժերը, մի սեկտորը ավելի մեծ բնականաբար զբաղեցնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մի հսկայական հատված, այս մեջտեղով Սեպաձև ընդորում, Սեպաձև հատված ոչ են կողմը։ Այս Սեպաձև հատվածում են գտնվում մնացած քաղաքական ուժերը, որ ասենք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան դուրս, քաղաքացիական պայմանագիր, Եվրաքվե դուրս, մնացած ուժերը գտնում են այստեղ։ Հիմա, ասենք, ես իմ համեստ անձով պետք է փորձեմ մեր գործընկերներին, եթե իհարկե չհամարեն որպես Նիկոլի պրոյեկտ, փորձենք, որ այս ուժերը համախմբվեն։ Թե ինչ ճանապարհային քարտեզով հիմա հարմար չեմ գտնում ասել, բայց մշակված է։ Կասենք առաջիկայում։ Համախմբվենք, այս սեպով մխրճվենք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի եւ քաղաքացիական պայմանագիր առանցքի մեջտեղ գնանք առաջ, իրանց ինչքան հնարավոր է դուրս մղենք այս շրջանակներից եւ խորհրդարանում ունենանք այնպիսի ներկայացություն, որ կարողանա հարցեր լուծել։ Ձեր ոչ վաղ անցյալում գործընկեր ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, այսպես անդրադառնալով օրերս այդ վիճաբանությանը նշել է, որ քաղաքական վենդետա լինելու է ընդդիմադիրների հանդեպ։ Եվ քանի որ հիմա դուք փաստացի ընդդիմադիր եք, ինչպես կմեկնաբանեք սա, ինչ որ վախ, այսպես ասած, ունեք այդ հայտարարությունից։ Բացարձակապես վախ չունեմ, քաղաքական վենդետա, դա բան է։ Ինչ է իրենից այդ քաղաքական վենդետան ներկայացնում։ Ինչ է, եթե դիմակների պատռումը, եթե ամեն մեկին իր բունեությունը ներկայացնել նաև ալի այդքան դեմ չեմ, թողնել քաղաքական վենդետա։ Այդ իմաստով, որովհետև իմաստը ինքնին անհասկանալի է։ Չէ, եթե ինքը բանարել, ասենք, այսպես անսացել է Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթին, որ սախիլ կտանեմ ահացի պատվաները բաներ, դա ճիշտ բան չի, դա ճիշտ չի, դա քաղաքական վենդետա չի, դա ուղղակի վենդետա է այդ դեպքում, դա ճիշտ չի, եւ հիմա այդ մեխանիզմը, որ ներդրված է քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեջ, թե ով ավելի շատ Նիկոլ, ով է Նիկոլի մոտիկ, ով քանի Նիկոլա, ով շքանա, այդ պայքարն է գնում, որովհետեւ առաջիկայում եւ վարչանացություններն են եւ հետագայում ազգային ժողովի ընտրությունները պետք է յուրաքանչյուրը փորձի ցույց տա իր հավատարմության աստիճանը Նիկոլին, այդ ձևով է գնում։ Ես այդ բանը, այդ կասեմ, եթե նորից եմ ասում, եթե ինքը Պարոն Հովհաննիսյանը նկատի ունի, որ վարչապետի այսպես կոչված լեքսիկոնի որպես տրամաբանական շարունակություն, դա անընդունել է բնականաբար, բայց եթե ինքը նկատի ունի, որ դիմակների պատռում, եթե բաներ ունեն ասելու ներկայացնելու լայն հասարակությունը, թող անեն, բանաս։ Ձեր գնահատմամբ, այսինքն հիմա ԿՊ-ում պայքարը թե ով է ավելի շատ Նիկոլ։ Հա, ես նույնիսկ բանաձև ունեմ, որտեղ ես տվյալներ եմ տալիս եւ այդ բանաձևով հաշվարկում եմ, թե օրինակ համար ով քանի Նիկոլ է։ Ասենք օրինակ համար ով է ամենաշատ Նիկոլը։ Ամենաշատ Նիկոլի համար արաբանա պայքարում են Արսեն Թորոսյանը եւ Արեն Սիմոնյանը։ Իրար մոտիկ են ու պայքարում են, ով առաջինը 2-ից 2.5 Նիկոլ շրջանակում։ Նիկոլը ինքը մի Նիկոլ է։ Վահագ Ալեքսանյանը 1.7 Նիկոլ է։ Ալեն Սիմոնյանը, մյուսների մասին չանդրադառնանք, Ալեն Սիմոնյանը եւ Արսենը Թորոսյան 2-ից ավել Նիկոլ են։ Բայց հիմա ամեն քարոզիայից հետո այդ ռեյտինգը կթարմացնենք եւ կտեսնենք ով է հերթական։ Այսինքն ԿՊ-ի անդամները ավելի շատ Նիկոլ Փաշինյանն են, քան հենց Նիկոլ Փաշինյանը։ Հա։ Այսինքն Ալեն Սիմոնյանը ուզում է ցույց տա, որ պարոն վարչապետ, ես ավելի շատ Նիկոլ եմ, քան թե դուք։ Նույնիսկ Արսեն Թորոսյանը, այդ պահվածքից է ծայրում։ Արսեն Թորոսյանը Երբ որ ինձ վարչությունից հեռացնում էին, երբ որ վարչանից տոմից կուսակցությունից հեռացնում էին, ես ասում եմ, որտեղ ինքն է հրապարակել, եթե հակակդեմ ես չի հրապարակի։ Երբ որ հեռացնում էին կուսակցությունից,
քննարկման ընթացքում Արսեն Թորոսյանը ասես ինչ-որ նյութեր էր կարդացել, սարսռացել էր իմ նյութերը կարդալուց երկու մարդու անձնական բանը կարդացել է, ինչ բառակապակցություն են դելնի, ինչ բառամթերք են լինի, երկու մարդու չափած մարդկանց խոսակցություն ինքը կարդացել է ու սարսռացել է։ Ասում է, Պարոն Աղազյան, բայց քանից հետո մենք ո՞ս կարանք լինենք նույն ազգային ժողովում։ Ես էլ ասեցի, որ չեք ուզում լինենք նույն ազգային ժողովում, մանդատը դրեք եւ հեռացեք։ Այն ինչ որ ինքը արեց ազգային ժողովի ամբիոնից, իր արածի համեմատությամբ, այն ինչ որ կարդացել է ինքը իմ դա բանը, ես ուրեմն սուրբ եմ իր համեմատությամբ։ Պարոն Աղազարյան, այս խաղաղության պայմանագրի ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորից այսպես կեղծ արևմտյան խոսույթն է առաջ բերում եւ Հայաստանից հայկական կողմից դրան պատասխանում է արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Ձեր գնահատմամբ ինչու ավելի այսպես ղեկավար անձինք, հենց Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը պատշաճ կերպով չեն պատասխանում այդ։ Այն բանից հետո, երբ որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են, եւ Հայաստանի արտաքին դիվանագիտության մեջ այդ իմաստով Վահագին լուրջ հաջողություններ արձանագրել, դրանից հետո պետք է բոլոր դեպքերում խոսույթը Ադրբեջանի հետ մի քիչ ավելի կոշտացվի։ Նման հայտարարություն պետք է ստանան արժանի պատասխան, ես գտնում եմ, որ այո, դեր դիտողությունը կամ հարցի մեջ ընդգրկված դիտողությունը միանշանակ ընդունելի է եւ ես եմ կարծում, որ այստեղ մենք խնդիր ունենք։ Ինչպես պետք է լուծել այդ խնդիրը։ Պետք է պատասխանել լինեն adekvat, ասենք միջազգային հարաբերությունների մեջ միշտ որևէ պետության կողմից, որևէ պետության նկատմամբ, որևէ արտահայտություն հայտարարություն պետք է արժանանա համապատասխան բանի նոտա են ներկայացնում, ես ինչ են անում, համապատասխան կորձով արձագանքում են կամ մի քիչ ցածր նոտայով են արձագանքում, որպեսզի ասենք բան չտրվեն սադրանքների, բայց բանը լռել հանուն խաղաղության պայմանագրի եւ բոլորս ունենք խաղաղության պայմանագիրը մեր կրծքերում, Լոս Անջելեսներում, Փարիզներում, չգիտեմ էլ որտեղ առանց Հայաստանի գոյության պետք չի այդ խաղաղության պայմանագիրը։ Դա պետք է ավելի լավ մի բան լինի, ես զոհվեմ այդ համ չտնեմ այդ որևէ բան։ Եվ պարոն Աղազարյան, ամփոփելով մեր զրույցը մի փոքր հետ գնանք մայիսի 9 Մոսկվա հաղթանակի օրվան նվիրված այսպես տոնակատարություններին, հայկական բանակը այսպես շքերթին չմասնակցեց, փոխարենը Նիկոլ Փաշինյանն էր այնտեղ, իսկ Ադրբեջանի նախագահը այնտեղ չէր, բայց ադրբեջանական բանակը մասնակցում էր։ Ձեր կարծիքով ինչու հայկական բանակը չէր մասնակցում եւ ինչքանով էր ճիշտ, որ Հայաստանի ղեկավարը այսպես նստած վայելում էր ադրբեջանական բանակի շքերթը։ Ուրեմն այդ պատերազմի ժամանակ մենք մոտավորապես 600,000 հոգի զինվորեք ունեցել, որոնցից կեսը մոտավորապես զոհվել է, չհաշված որակական խնդիրները հերոսների, մակարդակով գեներալների, մարշալների, այսինքն այդ հաղթանակը եւ չխորանանք Ստալինինգրադ, Թուրքիա, մեկ էլ մի չխորանանք։ Հայ ժողովուրդը այդտեղ մեծ ավանդ ունի եւ հետեւաբար դա նաեւ հայ ժողովրդի տոնն է։ Մենք ինչ քեֆեր ենք արել այդ տոների օրը, ես հիշում եմ երիտասարդ ժամանակ, հայ ժողովրդի տոնն էր։ Եվ մինչև նախավերջի 2 օրը ես գիտեմ թե մենք զորամիավորումը գնալու է։ Ոչ թե այդ օրը պիտի գնալ, ես գիտեմ թե գնացել անուն, ես ինչ-որ բան կար, ինֆորմացիա կար իմ մոտ, մի հարազատ մարդկանցից մեկի տղան է ծառայում, ասում է պատասխանում որ գնա, ես գիտեմ թե գնալու են։ Ես գտնում եմ որ պետք է գնալ, թե ինչու չի գնացել, մեր զորամիավորումը ես չունեմ ինֆորմացիա, որ այդ հարցին պատասխանեմ, այո, պետք է գնալ։ Շնորհակալ եմ պարոն Աղազարյան հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր ազգային ժողովի անկախ պատգամավոր Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը։ Կհանդիպենք։